Ֆլեշ ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել Աբովյանի ծննդատուն պետական ՓԲ-ի դեմ, պահանջելով բռնագանձել 1.620.000 ՀՀ դրամ պարտք, որը գոյացել է վառելիքի մատակարարման դիմաց։ Պաշտոնական փաստաթղթերից պարզ է դառնում, որ Աբովյանի ծննդատուն պետական ՓԲ-ն հայտնվել է ֆինանսական լուրջ դժվարությունների մեջ, չկարողանալով մարել նույնիսկ իր ընթացիկ պարտավորությունները։ Ինչպես նշեցինք, խոսքը վերաբերում է Ֆլեշ ՍՊԸ-ին ունեցած պարտքին, որը հավասար է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի 1 ամսվա պարգևավճարին՝ մոտ 1.6 միլիոն դրամ։ Հատկանշական է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո հնչեցվող հիմնական խոստումներից մեկը վերաբերում էր նախկինում ապօրինի հարստացման դեպքերի բացահայտմանը և այսպես ասած թալանի վերադարձին, սակայն այսօր փաստացի արձանագրվում է հակառակ պատկեր։ Ունենք մի իրավիճակ, երբ հեղափոխականների լեզվով ասած, անգամ նախկին թալանչի Ֆլեշն է դիմում դատարան պետությունից իր գումարները հետ ստանալու համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։